Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այստեղ գտնվողներս գիտենք, որ տիկին Աննա Գրիգորյանի շատ դժվար է որսալ այս մտքերի փոխանակության ժամանակ, հետևաբար ստիպված եմ հեռակա դիմել նրան, հույս ունեմ, որ պարոն Գառնիկ Դանիելյանի հետ ընդհանրապես տեղերով փոխվել են եւ նա առիթ կունենա վերադառնալ այս ամբիոն եւ բարձրաբանել, թե ինչու է սուտ խոսել հարցազրույցներից մեկում, ընդ որում բարդ ստերից անցելապարզ ստերին մի քանի օր առաջ հայտարարել է տիկին Գրիգորյանը, թե ես հակավրացական բանաձև եմ համահեղինակել։ Սա սուտ է, տնտեսական հանձնաժողովի իմ համահեղինակած բանաձևում ոչ մի հակավրացական դրույթ չկա, ընդ որում սա այն պայմաններում, երբ բանաձևի մեջ փոփոխություններ, այլ падգամավորներ կարող են իրենց քվեարկությամբ մտցնել, բայց դա էլ տեղի չի ունեցել։ Եվ տիկին Գրիգորյանը առաջարկում է ոչ թե գա այստեղից հեքիաթներ պատմի, այլ մի հատ հակավրացական դրույթ կարդա այն տնտեսական բանաձևից, որ ինքը պնդել է եթերում, որ կարդացել է, գուցե կարդացել է, չի հասկացել, եւ դրա մեջ գտել է հակավրացական դրույթներ։ Տիկին Գրիգորյան, գիտեք, դուք դրանից էլ մի քիչ առաջ արդարանում եք, թե չեք պատրաստվում Սամվել Կարապետյանի ցուցակ տեղափոխվել, ես ձեզ համար լավ կամ վատ նորություն ունեմ, այս տեմպերով դուք շուտով հայտնվելու եք Հայելի ակումբում, ոչ թե մեկ այլ ցուցակում, բայց եթե ցուցակներից ենք խոսում, գուցե նաև պարզաբանեք, թե Վահե Հակոբյանի ցուցակից ինչու տեղափոխվեցիք Ռոբերտ Քոչարյանի ցուցակ, վերջերս պարոն Հակոբյանի նկատմամբ հետախուզություն է հայտարարել դատախազությունը փողերի լվացման գործով, արժե հանրությանը մի հատ պատմել, գուցե ինչ-որ բան գիտեք այնուամենայնիվ այդ ցուցակի ղեկավարի մասին, որ այսօր փաստորեն ըստ դատախազության դուրս է եկել ջրի երես։ Ինչևէ, մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ, սիրելի ժողովուրդ, հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ, անցած օրերին ջերմոցային պայմաններում խոսել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները եւ չնայած նրան, որ գալիք ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը որոշել են որպես միմյանց այլընտրանք ներկայանալ, նրանց առաջարկը Հայաստանի մասին բառերի մակարդակում նույնական է։ Այսպես Սերժ Սարգսյանը ասել է. Մեջբերում եմ, առանց Արցախի Հայաստանի դերակատարությունը այս տարածաշրջանում մոտենալու է 0-ի։ Ճշգրիտ նույն միտքը արտահայտել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ ասել է մեր մասին սկզբում, ինչ են ասում։ Ասում են, սրանք են մեր սահմանները, 29000 եւ այլն քառակուսի կիլոմետր, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Հենց դու քեզ սահմանափակում ես այս մտածելակերպով, դու արդեն խնդրեմ ունես, դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Այսինքն երկուսն էլ պնդում են, որ Հայաստանի Հանրապետությունը առանց իր սահմաններից դուրս հավակնությունների տարածաշրջանային որևէ դեր չի կարող ունենալ։ Նրանք իհարկե չեն մանրամասնում, մեզ է պետք մեր տարածաշրջանում այդ դերը, թե ուրիշ մեկի սցենարն է սա, որի մեջ մենք պետք է ունենանք այդ դերը։ Եվ եթե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հավակնություններ ունենալը տարածաշրջանային դեր է, ինչպես են նրանք պնդում, թե անցած 30 տարիներին բանակցել են հակամարտությունը խաղաղ հանգուցալուծելու համար։ Իրականում ակնհայտ է, որ այո, այս հակամարտությունը ստեղծված չէր լուծում ունենալու համար, այն դեր էր կամ թոք։ Այն ստեղծված էր Հայաստանը լեգիտիմությունից դուրս դնելու համար, եւ սա իր հստակ հետևանքները պետք է ունենար Հայաստանի եւ թե արտաքին աշխարհի հետ հարաբերությունների առումով, եւ թե մեր ներքին կյանքի կարգի համար։ Եւ Հայաստանը այդ դերը կատարելու համար շատ թանկ գիներ վճարում։ Դրանք նախ եւ առաջ մարդկային կյանքերն էին, որոնք էսկալացիայից էսկալացիա կորսվում էին։ Դա նաև մեր ինքնիշխանությունից եւս մի կտոր ամեն այդ էսկալացիայից հետո զոհասեղանին դնելն էր հետաձգելու համար, երկարաձգելու համար հրադադարը, եւ դա բանակցային գործընթացում եւս մեկ դրույթ զոհաբերելու գինն էր։ Այսպիսի մի բանակցային զիջման մասին ահա Սերժ Սարգսյանը պատմում է 2021 թվականի սեպտեմբերի իր հարցազրույցում, ասելով. Երբ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտության մասին, ձևակերպված էր, ինչպես ասացի, հետևյալ կերպ, որ վերջնական կարգավիճակը որոշվում է ԼՂ բնակիչների ազատ կամ արտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այս վերջին պարբերությունը, վերջին բառակապակցությունը կտրականապես Ադրբեջանին չէր բավարարում։ Ինչու՞, բացատրում է Սերժ Սարգսյանը, որտեղ առաջին երկու ձևակերպումները տեղավորվում էին իր սահմանադրության շրջանակներում, բացի դրանից վերջում Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր ասել. այո, ազատ կամ արտահայտությամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ, բայց հաշվի առնելով Ադրբեջանի սահմանադրությունը չի կարող լինել հանրաքվե Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող։
Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հանրաքվե չի կարող լինել, ասում է Սերժ Սարգսյանը, խոսելով Ադրբեջանի անունից։ Խնդրում եմ նկատեք, թե որքան հանգիստ է նա հիմնավորում, որ Ադրբեջանը չէր ստորագրում այնպիսի հանրաքվեի տակ, որը ենթադրում էր իր տարածքային ամբողջականության մասին հանրաքվե հարց։ Այստեղ վերադառնում ենք այն հարցին, թե արդյոք ամբողջ բանակցային գործընթացը իսկապես իրականում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին էր։ Սերժ Սարգսյանը շարունակում է. դրա համար մտածվել էր հետևյալ գաղափարը, որ Ադրբեջանի հետ ստորագրվի փաստաթուղթ առանց այս վերջին իմ ասած մտքի, օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դրան անմիջապես զուգահեռ ունենալ համանախագահ երկրների հայտարարությունը այս պարբերությամբ հանդերձ եւ ողջամիտ ժամկետներում ունենալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը համանախագահների հայտարարության հիման վրա։ Լրագրողի ճշտող հարցին, թե սա երբ է տեղի ունեցել, Սերժ Սարգսյանը ասում է, որ սա տեղի է ունեցել ապրիլյան պատերազմից հետո։ Այսինքն, ապրիլյան պատերազմում ճակերտավոր հաղթանակից հետո Հայաստանը համաձայնել է բանակցային գործընթացի հերթական փոփոխության, որով Ադրբեջանը այլևս չէր ստորագրում մի փաստաթղթի տակ, որտեղ ապագա հանրաքվեի օրակարգը կարող էր բաց լինել։ Եվ Հայաստանը համաձայնել էր սրան ինքն իրենց փոփելով, որ այս մասին գրված կլինի ՄԱԿ-ի բանաձևում։ Թերևս սա նկատի ունի Սերժ Սարգսյանը, նաև կանխազգալով, որ շուտով այդ բանակցային փաստաթղթերը կհրապարակվեն եւ իրենք արդեն մտածել են, թե ինչպես են այս ամեն ինչը բացատրելու, պարզաբանելու, փաթեթավորելու, նրանք ասում են, որ դե մենք բանակցում էինք միջազգային հանրության հետ, մենք հո Ադրբեջանի հետ չէինք բանակցում։ Իսկ ինչ էր ենթադրում հակամարտությունը Հայաստանի ներքին կյանքի համար։ Նախկինում մենք երկար բարակ վերլուծություններ էինք անում, թե հակամարտությունը ինչ հետևանքներ ուներ լեգիտիմությունից դուրս լինել, ինչ հետևանքներ ուներ Հայաստանի ներքին կարգի, օլիգարխիայի հետ, բայց այլևս վերլուծություններ պետք չեն, որովհետև Սարգսյանը անբռնազբոսիկ պատմում է, թե ինչպիսին է եղել այդ ներքին կարգը։ Նա ասում է. Լավ կլիներ, որ այդ մարդիկ, խոսում է հրամանատարների մասին բանակի, զերծ լինեին այն բոլոր վարքագծային կանոններից, որոնք հասարակության դժգոհությունն են առաջացնում, Բայց այդ մարդիկ, որ գնացել էին, իրենց կյանքը տալիս էին հայրենիքի համար, այդ մարդիկ արժանի չէին հարգանքի, խոսքը միայն հրամանատարների մասին չէ։ Վստահ եմ, որ գրել են ու էլի գրելու են, որ արտոնյալներ եղել են։ Այո, հա, դա այդ փուլն էր, երբ Հայաստանում հարուստներ սկսեցին երևալ։ Այս ժամանակահատվածում այդպես էլ պետք է լիներ, որովհետև ամեն ինչը կուտակային էր։ Դա կուտակային process էր, բայց մեկ-մեկ չարաշահում էին, բայց դե հարուստ մարդիկ էին, խոսում էին դղյակների մասին։ Լավ, հարուստ մարդուն ոնց արգելես մեծ տուն ունենալը։ Հասկանում եք, եւ այս մարդիկ մեզ մեղադրում են մինչև 2020 թվականի բանակը, իրենց կառուցած բանակը, այսինքն այնպիսի հրամանատարներով, ովքեր հնարավոր չէր ասել, որ լսի դու չես կարա ապօրինի դղյակ ունենալ, որտեղ այդ մարդիկ ուրեմն պատերազմում կռվել էին, մեղադրում են մեզ, ասում են բանակը, այդ բանակը քանդեցիք։ Մի բան, որ եթե իրենց նկարագրած գեներալների պարագայում արժեր անել, մենք ցավոք չենք արել։ Ընդ որում Սերժ Սարգսյանի թիմը այս մտքերը բարձրաձայն չի կրկնում այստեղ երբեք։ Ոչ է Ռոբերտ Քոչարյանի թիմն է գալիս եւ այստեղ իրենց քաղաքական մտքերը կրկնում։ Այդ մարդիկ այլ մտքեր են այստեղ խոսում։ Այսինքն, օրինակ Տիկին Աննա Մկրտչյանը գա այստեղ ասի իմ դղյակը, իմ ընտանիքի դղյակը, ինչ պատմի դրա մասին, էլի, ինչ կարող է խոսել։ Ինչևէ, հարգելի գործընկերներ, այս մեջբերումը ցույց է տալիս, թե ինչ կապ է ունեցել այնուամենայնիվ այդ լեգիտիմության պակասը, ինչպես մեր ու տարածաշրջանի հարաբերություններում, մեր ու աշխարհի հարաբերություններում, այդպես էլ մեր ներքին կյանքի առումով, եւ մեր անելիքները շատ հստակ են։ Մենք պետք է շարունակենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկումը, դա պետք է լինի հանրային համերաշխության վերադարձի ճանապարհը, հանրային համերաշխության վերահաստատման ճանապարհ պետք է լինեն նաև գալիք ընտրությունները, որտեղ դրա միջոցով միայն հանրությունը կարող է իր կարծիքը արտահայտել եւ համերաշխ լինել արդյունքների հետ։ Իսկ հակամարտությունը ավարտված է եւ Հայաստանի դերը այս տարածաշրջանում ինքն իրեն վերագրած դերը, այլ ոչ թե այլոց սցենարի մեջ ունեցած դերը ապրելն է խաղաղ երջանիկ կյանքով։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։